Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Արարատ Միրզոյանի այցը Նիցա ավարտվել է, հաջորդ այցը Մարսելն է, որտեղ Միրզոյանը կմասնակցի միջերկրական Ռայսինա համաժողովին, որը այս ձևաչափով Հնդկաստանի եւ Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ Հնդկաստանում աղետալի ավիավթար է տեղի ունեցել Ահմադաբադ օդանավակայանի մոտ թռիչքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել Air Indian Լոնդոն թռչող ինքնաթիռը, որում եղել է 242 մարդ, բոլորը զոհվել են։ Մերձավոր արևելքում ժամ առ ժամ աճող լարվածությունը մտնում է վտանգավոր փուլ։ ԱՄՆ պետքարտուղարությունը անվտանգության նկատառումներից ելնելով կոչ արել իր քաղաքացիներին լքել մերձավոր արևելքի երկրները։ Պատճառը Իսրայել-Իրան հնարավոր հարձակումներն են։ Լոս Անջելեսի կենտրոնի որոշ հատվածներում անկարգությունները շարունակվում են։ Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Խարկովին։ Գերմանիայի պաշտպանության նախարարն էլ ժամանել է Կիև։ Օրվա միջազգային անցուդարձը։ 3 ճամբարակի պայթունի հետևանքով Երևանյան Բուշ հաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ 1958 թվականին ծնված տղամարդը մահացել է, հայտնել են առողջապահության նախարարությունից։ Հունիսի 24-ին նախատեսվում է քննարկել ԵՄ-ի եւ Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի նախագիծը։ Ավելի վաղ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի ներքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատարի հետ քննարկել վիզաների ազատականացման գործընթացը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Նիցա ավարտվել է, նա ֆրանսիացի գործընկերոջ հրավերով մասնակցել է ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Հաջորդ այցը Մարսելն է, որտեղ Միրզոյանը կմասնակցի միջերկրական Ռայսինա համաժողովին, որը այս ձևաչափով Հնդկաստանի եւ Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ Միրզոյանը եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյան Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման, հաջորդ հատուկ հարաբերությունները հնդկական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի եւ Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորագրի ներքո։ Հնդկաստանում տեղի ունեցած ավիավթարի հետ կապված պանելային քննարկումը ուղիղ հեռարձակում չի ունենա, ավելի ուշ կհրապարակվի միայն Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը։ Արարատ Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանի ԱԳՆ-ին եւ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին տեղի ունեցած աղետալի ավիավթարի կապակցությամբ։ Խորվշտով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում, մաղթում եմ ուժ եւ արիություն այս ողբերգական ավիավթարի զոհերի ընտանիքներին։ Նույն բովանդակությամբ ցավակցական ուղերձներ են հղել վարչապետ Փաշինյանը եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Հնդկաստանում աղետալի ավիավթար է տեղի ունեցել Ահմադաբադ օդանավակայանի մոտ թռիչքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել Air Indian Լոնդոն թռչող ինքնաթիռը, որում եղել է 242 մարդ, այդ թվում 230 ուղևոր եւ անձնակազմի 12 անդամ։ Նրանք եղել են Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի եւ Կանադայի քաղաքացիներ։ Նախ հաղորդվել է, որ բոլոր ուղևորները ըստ նախնական տվյալների զոհվել են, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանցից մեկը ողջ է մնացել։ Ինքնաթիռում եղել է 217 մեծահասակ եւ 11 երեխա, 169 մարդ Հնդկաստանից, 53-ը Մեծ Բրիտանիայից, 7-ը Պորտուգալիայից եւ 1-ը Կանադայի քաղաքացիներ։ Կործանված օդանավի բեկորների մի մասը ընկել է Բշկական քոլեջի ուսանողական հանրակացարանի վրա եւ չի բացառվում, որ առնվազն 2 տասնյակ ուսանող զոհվել է։ Folks!
Այս ավիավթարից հետո Boeing ընկերության արժեթղթերը մոտ 8%-ով արժեզրկվել են, չնայած ինքնաթիռի կործանման որպես հավանական պատճառ նշվում է թռչունների երամանների հետ բախումը։ Ի դեպ տեսանյութ է տարածվել, որը նկարահանել է ինքնաթիռի ուղևորը կործանումից րոպեներ առաջ։ Մերձավոր Արևելքում էլ ժամ առ ժամ աճող լարվածությունը մտնում է վտանգավոր փուլ։ ԱՄՆ պետքարտուղարությունը անվտանգության նկատառումներից ելնելով կոչ արել իր քաղաքացիներին լքել Մերձավոր Արևելքի երկրները։ Բաղդադում եւ այլ քաղաքներում մշակվում են տարհանման արտակարգ ծրագրեր, դուրս են բերվում նաեւ ամերիկյան դեսպանությունների աշխատակիցները։ Պատճառը Իսրայել-Իրան հնարավոր հարձակումներն են։ Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին հորդորում է լքել Իրաքը, Բահրեյնը, նաև Քուվեյթի տարածքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան անձնակազմը դուրս է բերվում Մերձավոր Արևելքից, քանի որ տարածաշրջանում մեծանում է պայթունավտանգ իրավիճակի ռիսկը։ Նրանց դուրս են բերում, քանի որ այդ երկրներում մնալը կարող է վտանգավոր լինել։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Մենք ծանուցում ենք ուղարկել, որ դուրս գան։ Պատճառն Իրանի հնարավոր հարձակումն է Իրաքում տեղակայված ամերիկյան օբյեկտների վրա։ Ամերիկյան կողմի անհանգստությունը կապված է Իսրայելի Իրանին հարվածելու մտադրության մասին հայտարարության հետ։ Թեհրանը դեռ օրեր առաջ էր զգուշացրել, եթե Իսրայելը հարձակում իրականացնի, այն կդիտարկվի որպես ԱՄՆ-ի անմիջական մասնակցություն եւ պատասխան հարվածները կուղղվեն ոչ միայն Իսրայելի, այլև ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։ Ռիսկ կա, որ տարածաշրջանում աճող լարվածությունն արագորեն կարող է վերածվել լայնածավալ պատերազմի։ Արևմտյան լրատվամիջոցները գրում են, ակնհայտ է, որ բանակցությունները մտել են փակուղի եւ Վաշինգտոնում քննարկվում է նաեւ ռազմական սցենարի հավանականությունը։ Իրավիճակը առավել սրվեց, երբ օրեր առաջ Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսը հայտնեց, որ իրենց ձեռքում են հայտնվել իսրայելական հետախուզության գաղտնի փաստաթղթեր, որոնք Իրանի պաշտպանության նախարարն իսկական գանձ որակեց։ Իսկ այսօր արդեն դրանց մի մասը հրապարակվել է, որոնցում նշվում է, որ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին գործակցել է Իսրայելի հետ ընդդեմ Իրանի, կատարելով սիոնիստական ռեժիմի հանձնարարությունները։ Իսրայելի կառավարամետ լրագրող Յակով Բարդուգոն վարչապետ Նեթանյահուի մտերիմը լրատվամիջոցներին մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը շատ մոտ է Իրանի վրա հարձակմանը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները չի կարողանում արդյունքի հասնել դիվանագիտական ուղիներով եւ Իսրայելը պատրաստվում է գործի անցնել կանխելու Իրանի միջուկային սպառնալիքը։ Ի պատասխան Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, պատրաստ են ամենավատ սցենարին։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը զգուշացրել է, որ եթե Իսրայելը հարձակում գործի, Իրանը պատասխան հարված կհասցնի, այդ թվում Իսրայելի գաղտնի միջուկային օբյեկտներին։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, եթե սիոնիստները սխալվեն, նրանց պատասխանը կլինի կործանարար, քան երբևէ։ Իրանը մշակել է Իսրայելի կողմից գրոհի դեպքում պատասխան հարվածի պլան, որը կարող է ներառել Իսրայելի ուղղությամբ հզոր հակահարված, հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ։ Իրավիճակի լրջությունն ընդգծվում է նաև Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի կազմակերպության կողմից հրապարակված նախազգուշացմամբ Պարսից, Օմանի ծոցերում եւ Հորմուզի նեղուցում աճող ռազմական ակտիվության մասին։ Պարսից ծոցում գտնվող ամերիկյան նավերը բերվել են պատրաստության բարձր մակարդակի։ Վերլուծաբանների գնահատմամբ աշխարհը կանգնած է նոր պատերազմի նախաշեմին։ Տարածաշրջանի խոցելիությունը, բանակցային գործընթացի կատվածահար վիճակը եւ ռազմական սպառնալիքներն իրավիճակը դարձնում են անկանխատեսելի։ Առաջիկա օրերը կարող են վճռորոշ իրավիճակից ելքը պարզ կդառնա հունիսի 15-ին սպասվելիք Միացյալ Նահանգներ-Իրան հերթական հանդիպումից հետո։ Իսկ մինչև այդ Իրանը սկսում է լայնածավալ զորավարժություններ զինված ուժերի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Ռիտա Մնացականյան, Free News, Ազատ լուրեր։ ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի խորհուրդը արձանագրել է, որ Իրանը վերջին 20 տարում առաջին անգամ չի կատարում իր միջուկային պարտավորությունները։ Այս որոշումը կարող է հանգեցնել հետագա լարվածության եւ սկիզբ դնել այս տարվա վերջին Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու փորձերին։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության խորհրդում 19 երկիր կողմ է քվեարկել բանաձևին։ Ռուսաստանը, Չինաստանը եւ Բուրկինա Ֆասոն դեմ են արտահայտվել։ 11 երկիր ձեռնպահ է մնացել, երկուսը չեն քվեարկել։ Իսկ Իրանը ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ՄԱԳԱՏԵ-ին տեղեկացրել է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորության մասին։ Միջազգային նորությունները տեսաշարով։
Լոս Անջելեսի կենտրոնի որոշ հատվածներում պարետային ժամ էր սահմանվել, սակայն ամբողջի մեծ մասը լքել է տարածքի իրավապահ մարմինների ժամանումից հետո, այս մասին ասված է Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի Թվիթերյան էջում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լոս Անջելեսի 2 ոստիկան վիրավորվել է, որոնց բուժօգնություն է ցուցաբերվել։ Բացի այդ, ամբողջի վերահսկման ջանքերի ընթացքում մի քանի նվազմահաբեր զինամթերք է կիրառվել, ըստ Լոս Անջելեսի ոստիկանության 2 օրվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 200 մարդ։ Անցած գիշեր Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Խարկովին կամ դուժացներ, այդ թվում երեխաներ, հայտնում են տեղական իշխանությունները։ Կրակի տակ են հայտնվել բնակելի թաղամասեր, կրթական հաստատություններ, մանկապարտեզներ եւ ենթակառուցվածքներ։ Տասնյակ մեքենաներ են վնասվել, դպրոցների եւ տների պատուհաններ են կոտրվել։ Գրանցվել է առնվազն 12 տուժած, այդ թվում 4 երեխա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ ռազմակայանները, զինանոցները եւ օդանավակայանները նախապես պատրաստվեն նոր սպառազինության համակարգերի համար, որպեսզի դրանք չտեղակայվեն բաց դաշտում։ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ այդ նպատակների համար ֆինանսավորումը պետք է ապահովվի համապատասխան պետական ծրագրում։ Հիշեցնենք, որ վերջերս Ուկրաինայի հատուկ ծառայությունները հարձակում էին կազմակերպել ռուսական ավիաբազաների վրա, որտեղ ռազմավարական կործանիչները գտնվում էին բաց տեղանքում։ Հարձակման հետևանքով Ռուսաստանը մեծ վնասներ էր կրել։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել է Կիև քննարկելու Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Պիստորիուսը նախատեսում է բանակցություններ վարել Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ Բեռլինից հետագա օգնության վերաբերյալ։ Մենք անում ենք ամեն ինչ Ուկրաինային աջակցելու համար, որպեսզի կարողանա պաշտպանվել եւ հայտնվել այնպիսի դիրքում, որտեղ Ռուսաստանը պատրաստ կլինի լուրջ բանակցություններ սկսել, ասել է Պիստորիուսը մեկնելուց առաջ։ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարար բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն հետախուզության նախարարին հղած ուղերձում շնորհավորել է երկրի անվտանգության ուժերին օրերս սիոնիստական ռեժիմի վերաբերյալ զգայուն տեղեկություններ ձեռք բերելու հաջողության կապակցությամբ, այն որակելով որպես ռեժիմի անվտանգային հեգեմոնիայի վերստին փլուզման նշան։ Ըստ Pars Today-ի հղած ուղերձում բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն Իրանի անվտանգության ուժերի գործողությունը անվանել է հզոր եւ եզակի եւ նշել, որ այս հաջող գործողությունը կրկին ապացուցել է Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակությունը եւ հետախուզական գերազանցությունը տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության ոլորտում։ Նա հավելել է, որ այդ փայլուն հաղթանակը անսասան հավատքի եւ անվտանգության ռացիոնալության արդյունք է։ Այլ թեմաներ, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել Փաշինյանի Անկարա մեկնելու եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման մասին շրջանառվող լուրերը։ Վարչապետի բոլոր միջազգային այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն Factor.am-ի հարցին պատասխան, նշել է մամուլի խոսնակը։ Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկն էր այս մասին հայտնել, նշելով, որ Փաշինյանը Թուրքիա մեկնելու հունիսի 20-ին։ Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Տիրանայում Փաշինյանը զրույց էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ։ Անցած տարի սեպտեմբերին էլ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի էր ունեցել Փաշինյանի եւ Էրդողանի եւս մեկ հանդիպում։ Հունիսի 24-ին նախատեսվում է քննարկել ԵՄ-ի եւ Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի նախագիծը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Բրյուների հետ։ Կողմերը անդրադարձ են կատարել ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին։ Բրյուները հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը քննարկելու ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը։ Սարգսյանը ներկայացել էր Հայաստանի բարեփոխումները եւ ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը ծրագրի իրագործման հարցում։ Երեք ճամբարակի պայթյունի հետևանքով Երևանյան Բուշ հաստատությունում տեղափոխված 3 տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել 1958 թվականին ծնված տղամարդը մահացել է, հայտնել են առողջապահության նախարարությունից։ Մյուս 2 տուժածները շարունակում են բժիշկների զգողության ներքո լինել, վիճակները միջին ծանրության է։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ճամբարը քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մի բնակարանում պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Փլուզվել են 4-րդ, 3-րդ եւ 2-րդ հարկի բնակարանները, մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ Նշենք նաև, որ ճամբարակի պայթյունի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ, որոնց ուղղափրկարարական աշխատանքները դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն։ Firebird եւ Nvidia ընկերությունների համատեղ ջանքերով Հայաստանում կկառուցվի արհեստական բանականության տվյալային խոշոր կենտրոն։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով Firebird ընկերությունը հիմնադրվել է վերջերս մեր մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ, իսկ Nvidia-ն 3.5 տրիլիոն կապիտալիզացիա ունեցող տեխնոլոգիական հսկա կառույց է ճանաչված ամբողջ աշխարհում։ Վարչապետն առաջարկել է նախագիծն իրականացնել ակադեմիական քաղաքի տարածքում, ինչը կստեղծի կրթական եւ տեխնոլոգիական էկոհամակարգ։ Փաշինյանի առաջարկն ընդունվել է, նախարարը զեկուցել է նաեւ նախաձեռնության հետ կապված որոշ մանրամասներ։
Հայաստանում այս մեծ նախագիծը իրականացնելու նպատակով նախատեսում են 26 թվականից սկսել ծրագրի իրագործումը։ Այո, ճիշտ նշեցիք, Firebird-ի հայտարարության մեջ նշված է, որ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է նախատեսում իրականացնել, որը նաև ենթադրում է մինչև 100 մեգավատ էլեկտրաէներգիայի սպառում։ Նման օրինակ ենթակառուցվածքները շահագործելու նպատակով ընդհանրապես էներգիան եւ ռեսուրսները չափազանց կարեւոր են եւ այստեղ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է ունի այդ հզորությունները տրամադրելու։ Պետք է նշել, որքանով որ դա հնարավոր կլինի իհարկե հասկանալի կերպով, խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որ Firebird-ը պետք է ձեռք բերի Nvidia ընկերությունից, որ այս պահի դրությամբ աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիան է համարվում, պրոցեսորները, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով։ Սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցել եւ հայաստանյան տնտեսությանը եւ աշխարհի տաղատեսակ ընկերությունների, տեխնոլոգիական ընկերությունների, որոնք հիմնականում նորարարություններով են զբաղվում, այսինքն հետազոտողները, գիտնականները, մասնավոր բիզնես հատվածը նորարարությունների համատեքստում պետք է օգտվեն, վարձակալեն Firebird-ի կողմից արտադրված այդ արհեստական բանականության ռեսուրսը եւ իրենց հետազոտություններում կիրառեն։ Պետք է նշեմ, որ որոշ հատված մենք նախատեսում ենք, կառավարությունը նախատեսում է հասանելի դարձնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգի համար, AI մասնագետների համար, հետազոտողների համար, բայց հասկանալի է, որ մենք խոսում ենք մեծածավալ ռեսուրսների մասին, այսինքն հիմնական մասը բնականաբար ընկերությունը cloud ծառայությունների միջոցով պետք է հասանելի դարձնի եւ վաճառի աշխարհի տարբեր երկրներում ընկերություն։ Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել նաև Ճամբարաքաղաքի բնակելի շենքերից մեկում 3 տեղի ունեցած հուժկուպայթյունի, ինչպես տեղեկացրել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը, նախնական տվյալներով պարզվել է, որ գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել կուտակված գազի պայթյուն եւ շենքի փլուզում։ Դեպքի հետևանքով գրանցվել է 5 զոհ, 12 մարդ հոսպիտալացվել են։ Վերջիններիս առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանցից մեկը արդեն դուրս է գրվել։ Սեյսմիկ գնահատում է իրականացվել շենքում, բայց նախնական գնահատումը ամբողջական համալիր փորձաքննությանը ենթարկվելու, ներկայությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել ըստ նախնական գնահատման, բայց հաշվի առնելով որոշ ռիսկեր, դեռևս բնակիչները չեն բնակվում եւ թե տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքապետարանի հետ կատարվել են աշխատանքներ, քաղաքացիներին այս առումով աջակցություն տրամադրելու համար բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ եւ անհրաժեշտ պարագաներ, մեծամասնությունը բնակչության հրաժարվել է բնակարանների տանն են բնակվել, 2 կին ունենք, որ օգտվել են եւ այս պահին հյուրատանն են բնակվում։ Դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ պատճառների հատվածը այս շրջանակներում վերջնական կպարզվի։ Ամբողջապես ներկայումս ոստիկանության վերակարգերը իրականացնում են դեպքի վայրի պահպանություն, բնակիչների գույքը չկորսնվելու նախապայմանով եւ նաեւ ամբողջական վնասների գնահատում ենք նախաձեռնում իրականացնել, հետագայում նաեւ եթե փոխհատուցումների հարց լինի, այդ հարցերին անդրադառնալու համար։ Այսինքն այս պահին առանց օթևանի մնացած մարդ չկա, մարդիկ ժամանակավոր բնակության տեղեր ունեն։ Ոչ։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, ցավակցում եմ մեզ բոլորիս եւ զոհվածների հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ։ Եվ այստեղ մենք էլի պետք է վերադառնանք մեր մշտական թեմային, որ ստանդարտները եւ ստանդարտների արկայությունը եւ ստանդարտների իրականացումն է, որ մեզ հնարավորություն կտա կամ խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը եւ պետք է այս ուղղությամբ աշխատենք։
Կառավարության այսօր նիստում հավանության է արժանացել նաև Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Նախագծի զեկուցող Արդարադատության նախարար Սրփուի Գալյանի խոսքով սրանով ակնկալվում է թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը եւ ապահովել գործերի քննության հնարավորինս կարճ ժամկետներ։ Նախագծով սահմանվում է, որ վերաքննիչ բողոքների քննությունը պետք է տևի 6 ամիս, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն 1 անգամ 4 ամիս ժամկետով։ Նախարարի կարծիքով այս կարգավորումը կնպաստի արդարադատության որակի եւ արդյունավետության բարձրացմանն ու կերաշխավորի գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը, բացառելով բանավոր քննության ժամանակ թույլ տվող դատավարական չարաշահումները եւ գործերի անհարկի ձգձգումները։ Հատուկ նշեմ, որ քրեական դատավարությունում գրավոր ընթացակարգը նորություն չէ, այժմ էլ կան որոշ վարույթներ, որոնք քննվում են գրավոր ընթացակարգով եւ նախագծով այդ վարույթների ցանկին ավելանում է վերաքննության վարույթն ամբողջությամբ։ Բացառություն են լինելու այն դեպքերը, երբ կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննություն անհրաժեշտ է իրականացնել բանավոր ընթացակարգով կամ երբ վերաքննիչ դատարանը բավարարի նոր ապացույցներ ներկայացնելու կամ ապացույցներ հետազոտելու կողմի միջնորդությունը։ Նախագծով նման բացառությունների սահմանումը պայմանավորված է անհրաժեշտ արդար դատաքննության իրավունքի պատշաճ երաշխավորման համար, ընդ որում դատարանը չի կարող կամայականորեն կիրառել այս կարգավորումը, քանի որ ընդհանուր կանոն լինելու է գրավոր ընթացակարգը, յուրաքանչյուր դեպքում դատարանը նման որոշում կայացնելիս պետք է պատճառաբանի այդ որոշումը եւ հիմնավորի, թե ինչու է շեղվել այդ կանոնից։ Քանի որ սահմանվում է բողոքների քննության գրավոր ընթացակարգ, ենթադրվում է, որ սա հանգեցնելու է դատարանի ծանրաբեռնվածության թեթևացմանը եւ բողոքների ավելի արդյունավետ քննությանը, հետեւաբար որպես հաջորդ քայլ նախագծով սահմանվում է, որ վերաքննիչ բողոքների քննությունը պետք է տևի 6 ամիս, այսինքն սահմանվում է բողոքների քննության 6 ամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն 1 անգամ 4 ամիս ժամկետով եւ այս երկարաձգման հնարավորությունը սահմանվել է իրական շահագրգիռ մարմինների հետ քննարկումների արդյունքում մի շարք մարմիններ մեզ ներկայացրել են առաջարկներ, որոնց համաձայն 6 ամսյա ժամկետը հնարավոր է, որ ներկա պայմաններում շատ կարճ ժամկետ է եւ մենք պետք է հնարավորություն տանք դատարաններին գոնե այս փուլում գոնե 1 անգամ այդ ժամկետը երկարացնել եւ մենք գնացել ենք ընդառաջ իհարկե այդ առաջարկներին։ Այսքանը ցտեսություն։